Հնդկաստանը 2 տարում Հայաստանին մատակարարել է ներմուծված սպառազինության գրեթե կեսը։ 2022-24 թվականներին երկիր ներկրված ողջ զենքի 43%-ը, հայտնում է Reuters-ը։ Վերջին տարիներին Հնդկաստանը դարձել է Հայաստանի զինված ուժերի զենքի հիմնական մատակարարը։ Ինչպես ավելի վաղ հնդկական լրատվամիջոցներն էին գրում, կողմերը $100 միլիոն պայմանագրեր են կնքել 2022-23 թվականներին։ Նյու Դելին փոխանցել է կամ պատրաստվում է Հայաստանին փոխանցել համազարգային կրակի ռեակտիվ համակարգեր, ինքնագնաց հաուբիցներ, հոբ համակարգեր եւ այլ զինամթերք։ Մոտ 1800 հայկական բեռնատար ռուս-վրացական սահման անցնելու իր հերթին է սպասում Վերին Լարսում։ Այս հերթում են ավելի քան 5000 բեռնատար տարբեր երկրներից, որոնցից 1745-ը հայկական պետհամարանիշներով։ Երթևեկությունն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով ապրիլի 14-ից փակ է։ Սա ի դեպ Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։ Երևանում ձերբակալել են 2 երիտասարդի, որոնց կասկածում են Telegram սոցիալական հարթակում գրանցված էջերի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար։ 30-ամյա տղամարդուն ձերբակալել են Սայաթ-Նովա պողոտայում իր բնակավայրին մոտ։ 26 տարեկան երիտասարդը այդ պահին դիմել է փախուստի, սակայն հետո նրան բռնել են տեղափոխել ոստիկանություն։ 30-ամյա տղամարդու ծխախոտի տուփի մեջ հայտնաբերվել է զիպ փականով տոպրակ լցված կոկային թմրամիջոցի նմանվող 10 գրամից ավելի փոշե նման զանգվածով։ 26 տարեկանի խուզարկությամբ հայտնաբերվել է ապակե կաթուցիչ դեղնականաչավուն զանգվածով։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի փոխարեն Սուրբ Զատկի տոնի արարողությունները Վատիկանում կանցկացնեն կարդինալները։ Կիրակի առավոտյան Սուրբ Պատարագը Սուրբ Պետրոսի հրապարակում կմատուցի կարդինալ Անջելո Կոմաստրին։ Պոնտիֆիկոսը փետրվարի 14-ին հիվանդանոց տեղափոխվեց բրոնխիտով, որը հետագայում կրկնակի թոքաբորբ դարձավ։ Սիրահար, ժամը լրատվական։